Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր մենք Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հյուրընկալել ենք Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դավթյան Ամիրբեկյանին։ Բարև ձեզ, Կարինե։ Բարև ձեզ։ Շատ խորհրդանշական է, որ մենք նկարահանումը իրականացնում ենք Ասլամազյան քույրեր տուն-թանգարանում, ովքեր հայտնի են իրենց համարձակ ստեղծագործություններով եւ Գյումրի քաղաքը այսպես զարդարում են իրենց ստեղծագործություններով։ Ինչ կասեք այս մասով, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության կոնտեքստում, ինչպես է գնահատում այս թանգարանի գոյությունը։ Շնորհակալություն հարցի համար եւ իրականում շնորհակալություն ճիշտ տեղի ընտրության մասով, որովհետեւ իսկապես շատ կարեւոր է, որ կանանց աշխատանքները եւս ներկայացված լինեն։ Օրինակ ասլամազյան քույրերը իհարկե ունեն տարբեր ոճեր, բայց միևնույն ժամանակ այն ժամանակի իրենց ժամանակվա գոնե ավելի խիզախ նկարիչներ են համարվել եւ կանանց ներկայացրել են ավելի բաց մարմիններն են ներկայացրել, ոչ թե ներկայացրել են 90-60-90, այլ ներկայացրել են ավելի ոնց են ասում հիմա body positive-ի, նաև տեսանկյունից եւ շատ ավելի բաց են կարողացել ներկայացնել։ Միևնույն ժամանակ նշեմ, որ գրականության մեջ շատ հաճախ մենք հանդիպում ենք տղամարդկանց, գրողների, տարբեր բանաստեղծների, սակայն մենք ունենք եւ Գյումրիում իդեպ, Շուշանիկ Կուրղինյանի մասին, որ ֆեմինիստ գրող է, սակայն իր մասին ընդհանրապես շեշտադրում չկա, գրականության գրքերում շատ տարբեր Զապել Եսայան եւ այլն շատ տարբեր կանայք ունենք, որոնք ստվերում են մնացել ցավոք, անգամ նաեւ գիտությունների մեջ ունենք կանայք, որոնք կոնկրետ աշխատել են որևէ պրոդուկտ են բերել, բայց իրենց անունը կրկին չի շոշափվում, հետեւաբար շատ կարեւոր է, որ գոնե կա տուն-թանգարան հենց կանանց աշխատանքների ներկայացման համար։ Որն էր ձեր մոտիվացիայի աղբյուրը, որ դուք որոշեցիք հիմնադրել Կանանց իրավունքների տունը եւ ինչ առաքելություն է իրականացնում ձեր կազմակերպությունը Շիրակի մարզում։ Լինելով կանանց համայնքի ներկայացուցիչ եւ բախվելով բոլոր գրեթե ոլորտներում, հիմնախնդիրների, մեծից փոքր, միջին, տարբեր հիմնախնդիրների, հասկացա, որ նախ ամեն ինչ կենտրոնացված էր Երևանում եւ մարզերի համաչափ զարգացման մասին եւս պիտի մտածենք հատկապես եւ մասնավորապես Շիրակի մարզում, որովհետեւ ինքս ծնվել մեծացել եմ այստեղ եւ ավելի լավ եմ պատկերացնում եւ ճանաչում խնդիրները բոլոր աղջիկների եւ կանանց, որոնք ծնված ժամանակվանից մինչեւ հասուն ժամանակ դեռևս բախվում են զուտ Շիրակի մարզի փոքրինչ ավելի կարծրատիպացված լինելու պատճառով։ Եվ ասեմ շատ սիրով հիշում եմ նաև 8 տարի առաջ, երբ ուզում էի հասարակական կազմակերպություն ստեղծել, բավականին խիզախ եւ երազանք թվացող միտքեր, դեռևս շատ sense խմորման փուլում էր։ Եղբորս խնդրեցի, որ օգնի այս հարցում ստեղծման հարցում ու ինչի եղբորս, որովհետև նախ իրեն շատ վստահում էի եւ հետո ինքը իսկապես ինձնից շատ ավելի փորձառություն ուներ հասարակական կազմակերպության ոլորտում եւ շատ բաներ նաեւ եղբորից եմ սովորել, բացի այդ ինքը կիսում էր լրիվ այս արժեքները եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ միասին այս ամեն ինչը ստեղծենք եւ ստեղծեցինք ես իսկապես այդ ժամանակ ես մտածում էի, եթե մեկ հոգու կյանք, ճակատագիր կամ ինչ-որ կենսակերպ փոխենք, մենք հաջողացենք, բայց ես իսկապես չէի պատկերացնում, որ այսքան տարի անց ես կխոսեմ ոչ թե տասնյակ, ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր մարդկանց կյանքի մասին, մի քանի հազարի մասին, եւ ես վստահ եմ, որ դեռ թվերը աճելու են, շարունակվելու են։ Ու ասեմ, որ շատ դժվար է սկզբում 2 տարի լրիվ զրոյական, այսինքն ֆինանսական ռեսուրսներ չկար, մենք էինք ես եւ եղբայրս էինք հիմնականում ներդրումներ անում թե ժամանակային, թե ֆինանսական, թե տարբեր ռեսուրսների տեսքով եւ կարողացանք հաջողել ու իսկապես նվիրված աշխատում էինք ու ինձ որ ասում էին ախը շատ չունես ինչ ես աշխատում, շատ վիրավորվում էի իրականում, որովհետեւ ես գիտեի ինչ էի ուզում ու ինչ էի ուզում գնալ Խոչընդոտները հիմնականում դա էր, բայց հաղթահարեցինք ու դեռևս հաղթահարում ենք, ինչպես եւ մյուս հասարակական կազմակերպությունները։ Խոսենք ծրագրերից, առաքելությունից, ինչ եք անում, ինչ ծառայություններ եք մատուցում եւ հատկապես ինչ խնդիրներով կանայք են ձեզ դիմում։ Ծառայությունները հիմնականում մեր ուղղությունները կազմակերպության 3-ն են դեռևս ստեղծման պահից առաջինը ընտանեկան սեռական բռնության կանխարգելումն է եւ սրա ներքո տարատեսակ անվճար ծառայություններ ենք տրամադրում, ինչպիսիք են օրինակ իրավաբանական, սոցիալական, հոգեբանական, ավելացրել ենք նաեւ փաստաբանական անվճար ծառայությունը, որի համար իսկապես շատ ուրախ եմ։ Նաեւ նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք ունենք անցումային ապաստանի հնարավորություն, սա ոչ թե շենքեր, շինություն
այլ մենք ֆինանսական ռեսուրսներ ենք տալիս բռնության ենթարկված եւ ընտանեկան եւ սեռական։ Բռնության ենթարկված անձանց, որոնք տեղ չունեին գնալու, կյանքի բարձր ռիսկայնության գոտում էին, միևնույն ժամանակ երեխա են խնամում, ֆինանսական ռեսուրսներն է տրամադրում ենք, որպեսզի եւ վարձակալության գումար կարողանային ծածկել եւ խնամքի ու հիգիենայի պարագաների գրպանի գումար ունենային։ Եվ ունենք եւս մեկ ծառայություն, որ էլի ֆինանսական ռեսուրսներ ենք տրամադրում, եթե օրինակ միայն ընտանեկան բռնության պատճառով առաջացել է որևէ առողջական խնդիր, ընդհանուր մինչև օրինակ քթի կոտրվածք, ձեռքի որևէ մարմնի հատվածի խեղում եւ այլն, աչքի տեսողության խնդիր, մի խոսքով շատ տարբեր, հա, որպեսզի եւ ընդհանուր մինչև թանկարժեք վիրահատություններ կամ հետազոտություններ անցնեն ու իրականացնեն եւ շատ դեպքեր ունենք ցավոք այդպիսին։ Երկրորդ ուղղությունը տնտեսական զորեղացումն է կանանց համայնքի, այստեղ մասնավորապես շեշտադրումը անում ենք աշխատանքային իրավունքի պաշտպանության եւ կանանց տնտեսական ու ֆինանսական անկախության։ 200-ից ավելի կանանց եւ աղջիկների մենք արդեն հնարավորություն ենք տվել մասնագիտություն սովորել եւ IT եւ ոչ IT ոլորտում եւ 13 բիզնես ստարտափեր ենք ֆինանսավորել, որոնք արդեն ունեն իրենց աշխատողները, անգամ մասնաճյուղեր որոշները ունեն։ Նշեմ, որ 144 կանայք եւ աղջիկներ արդեն ունեն ֆինանսական եկամուտներ սեփական եւ իրենք են ծածկում իրենց տարբեր ծախսերը։ Եվ երրորդը վերջապես երրորդ ուղղությունը կանանց քաղաքական մասնակցության խթանումն է։ Էլի սկզբնական տարիներից մինչև հիմա մենք ամենամյա ավանդույթ դարձած ճամբարն ենք իրականացնում քաղաքական երիտասարդական կազմակերպությունը որևէ քաղաքական նկրտում չունի, բայց մենք իրականացնում ենք որպեսզի եւ կին որոշում կայացնողների, օրինակ падգամավոր, նախարար, մարդու իրավունքների պաշտպան եւ բոլոր մնացածների հետ հանդիպում կազմակերպենք մեր Շիրակի մարզի կանանց եւ աղջիկների հետ ու ստեղծենք այդ կամուրջը, որպեսզի միասին եւ համագործակցեն, համայնքային խնդիրներ բարձրացնեն, լուծեն։ Միևնույն ժամանակ իրականացնում ենք բիզնես լանչեր կրկին որոշում կայացնող կանանց հետ, ազգային ժողովը ենք ուսումնական այցեր տամ կամ ավականու նիստերի եւ նաեւ ֆինանսավորել ենք 19 համայնքային զարգացման ծրագրեր եւ մեր կանայք արդեն տարբեր համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացրել, օրինակ մեկը գրադարան է ստեղծել մի գյուղական համայնքում, մյուսը որ երբևէ այդ գյուղական համայնքը խաղահարապարակ չի ունեցել երեխաների համար, խաղահարապարակ է ստեղծվել, կանանց ռեսուրսային կենտրոն է բացվել մեկ այլ համայնքում եւ այդպես շարունակ։ Ինչ է տալիս ֆինանսական անկախությունը կնոջը, հատկապես բռնության ենթարկված կնոջը, ով տարատեսակ վախեր ունի հասարակական միջավայրում հայտնվելու, ընտանիքի, տարբեր մարդկանց, հարազատների կողմից ճնշումների ենթարկվելու տեսակետից։ Ինչպես է կինը հաղթահարում ձեր կազմակերպության միջոցով այս խոչընդոտները եւ կարողանում իրագործել իր երազանքը, այսպես ասեմ։ Այնքան հիմա մտքումս օրինակներ իրականում գնաց անգամ իրական դեպքեր եւ հիշելիս անգամ իսկապես ուրախանում եմ շատ։ Նախ ասեմ, որ տնտեսական կախվածությունը, սկսենք կախվածությունից, բավականին խնդրային է, հատկապես այո, ինչպես նշեցիք, ընտանեկան բռնության մեջ գտնվող կամ սեռական բռնության մեջ գտնվող անձի համար, որովհետև երբ չունես ֆինանսական ռեսուրսներ, երբ հատկապես երբեմն ընտանիքը քեզ չի ընդունում հետ կամ գուցե նաև ընդունում է, բայց դու երեխաների խնամք պիտի իրականացնես, ինչպես վարձակալես, օրինակ եթե ցանկանում ես անառողջ հարաբերություններից դուրս գալ, այսինքն սա մի շղթա է, որ գործածվում է կնոջը դեմ եւ հիմնականում նկատել եմ, որ երբ ամուսնանում են մեծ մասը ոնց որ չեն թույլ տալիս, որ աշխատել եւ այստեղ թույլ տալ չտալու դեռևս այդ խնդիրը կա, ցավոք, հասուն մարդկանց դեպքում եւ մարդը եթե անգամ կես տարի չաշխատի, աշխատաշուկայից դուրս կմնա եւ չի հասցնի այդ հմտությունները զարգացնել, որովհետեւ հիմա բավականին արագ է ամեն ինչ գնում, ել չասեմ տարիների մասին, կամ թույլ չեն տալի անգամ սովորեն, եթե թույլ էլ տվել են սովորել, ապա միայն ամուսնությունից հետո մեկը չի կիրառվում, այստեղ կինը կախվածության մեջ է մտնում ու չի կարողանում անառողջ հարաբերություններից դուրս գալ։ Եվ ստացվում է մենք շատ կարևորում ենք իրականում այս ֆինանսական անկախությունը, որովհետև եթե մարդը ֆինանսական անկախություն ունի, ինքը կարող է ազատ ինքնուրույն որոշում կայացնել, ազատ տեղաշարժվել, երեխաների խնամքը կարողանում է
իրականացնել, որովհետև ամուսնալուծության դեպքում դատարանը հիմնականում ինչ անում, տեսնում է արդյոք ծնողները ինչքան են մոր կողմից լինի կամ չէ, արդյոք ծնողները կկարողանան կենսական մինիմալ այդ կենսապայմանները ապահովեն երեխայի համար, եթե չէ, իհարկե խնդիր է եւ հանուն երեխաների մշտապես հարմարվում են։ Ընդհանրապես կանայք խուսափում են քաղաքականությամբ զբաղվել, չենք խոսում կուսակցական գործունեության մասին, գուցե եւ նաեւ կուսակցական գործունեության մասին կարելի է խոսել, բայց այդուհանդերձ քաղաքականությամբ ցանկություն չունեն զբաղվելու, դրանք շատ արմատներ ունեն։ Ձեր գնահատականը հատկապես Շիրակի մարզում կանայք ինչ պատճառներով չեն ցանկանում մասնակցել քաղաքական կյանքին կամ ինչպես է կարողանում իրենց բերել ավելի ակտիվ քաղաքական դաշտ։ Սա շատ արդիական իրականում խնդիր է, որովհետև ես անգամ իրական օրինակով ասեմ, գյուղական համայնքներից մեկում տարիներ առաջվա դեպք է։ Ուրեմն կինը պիտի ղեկավար լիներ համայնքի եւ բոլոր տղամարդիկ հրաժարվել են առհասարակ աշխատեն մինչեւ չի փոխվել որոշումը եւ սա հստակ ցույց է տալիս, որ կանանց հիմնականում չեն ընդունում մի շարք այլ անհիմն իհարկե պատճառներով կամ արդարացումներով եւ նույն ժամանակ ունեմ կրկին էլի իրական օրինակներով եմ ասում, որպեսզի ավելի པարզ լինի։ Մեկ այլ օրինակ, որտեղ իր ամուսինը քաղաքականության մեջ է, սակայն կնոջը եւս առաջարկ էին արել, որպեսզի ինքը եւս ներգրավի, բայց ամուսինը թույլ չէր տվել, ասելով, որ սա կնոջ տեղ չէ։ Կամ հիմնականում կանանց լսած կլինեք, որ ասում են կանանց տեղը խոհանոցն է, կանանց տեղը, չգիտեմ, կրթական գուցե դպրոցի շենքերից էս կամ ամեն պաշտոնը հստակ կա, չէ, կանացի մասնագիտություն կամ կանացի աշխատանք եւ տենց ասում են եւ այս կարծրատիպերից է հիմնականում գալիս ու հասարակությունը միշտ մտածում է, որ կանայք էմոցիոնալ են, որոշում չեն կարողանում կայացնել եւ փոքրուց մեզ հիմնական մոտավորապես էս էլ սովորեցնում են։ Բացի դրանից նկատել եմ, որ եթե կանանց ասում են, օրինակ, ինչ որ X պաշտոնի համար, ենթադրենք падգամավորի տեխնացին կամ ավագանու անդամ, միանգամից կանայք ասում են, բայց չեմ կարող, վախենում են, ասում են չէ կամ երկար են մտածում պատասխանելուց առաջ, ես նկատել եմ, երբ տղամարդկանց են նույն հարցը տալի, միանգամից առանց մտածելու ունեն այդ հմտություն, թե չէ, հաստատում են։ Եվ այստեղից է գալիս հիմնականում, ասեմ ավելին, որ մեր ծրագրերի միջոցով այ հարցրեցիք ինչն էր փոփոխությունը, ես ասեմ, որ շատ դեպքերում, որ մեզ դիմել են, լրիվ ուրիշ գուցե հայցով, ոմանք ընտանեկան բռնության հայցով են մեզ դիմե, ոմանք ընտանեկան բռնության չէ, այլ հիմնահարցերով են դիմե, սակայն հետո այնքան են աճել, որ եւ համայնքային զարգացման ծրագրեր են արել եւ իրենց առաջարկել են ավականու անդամ լինել, իհարկե չեն անցել, բայց այսինքն սրանք առաջին քայլերն են, կամ օրինակ դպրոցի հանձնաժողովի նախագահ, մեկը անդամ, մյուսը հասարակական կազմակերպություն է բացել իր համայնքում, մյուսը քաղաքացիական ակտիվություն է ավելի շատ ցուցաբերում ունենում ենք հիմնական փոփոխություն այս տեսակ տարբեր ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով, պատճառով։ Լինել Գյումրիում եւ չխոսել Գյումրիի քաղաքապետի ընտրությունների մասին եւ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա արած տարատեսակ սեքսիստական հայտարարությունների մասին ուղղակի աներելի կլիներ։ Կուզենայի գնահատականներ հնչեցնենք այսօր եւ քննարկենք հատկապես այս թեման, ինչ ազդեցություն է ունենալու այս քաղաքական գործչի ղեկավարումը Գյումրի քաղաքի համար, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության կոնտեքստում եւ ինչպես պայքարել այս երևույթի դեմ։ Շնորհակալություն շատ հարցի համար։ Նախ ասեմ, որ որպես մարդ չի իմ գնահատականը լինելու իրեն, այլ որպես քաղաքական գործչի եւ ինքս է դեռևս չեմ աշխատել եւ ինչի չեմ աշխատել, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքապետ, որ փոխվում էր Գյումրիում, մենք գնում էինք նախ ներկայանում էինք, ասում էինք մեր ծառայությունները, հնարավորությունների մասին, այս անգամ այդպես չարեցինք զուտ հարցազրույցների ընթացքում տեսա բավականին խտրական մոտեցումներ եւ ուղղակի հասկանում եմ, որ քաղաքական գործիչը դեռևս չի կիսում կազմակերպության արժեքներ կամ գոնե կանանց իրավունքների կարեւորության մասով ինքս չեմ զգացել եւ սա մեր պատմության միակ դեպքն էր, որ մենք չգնացինք, ծառայություն չներկայացրեցինք եւ իսկապես չգիտենք ինչպես դեռևս աշխատել, ինչպես շարունակել քաղաքապետարանի հետ գոնե եւ իսկապես մյուս բաժինների փոխված, մասնագետներին եւս
դեռևս չեմ ճանաչում, փոքրինչ ավելի դժվար է, զուտ ոչ այդքան զգայուն տերմինների կիրառման պատճառով նույն էջում չեն գտնվում եւ բավականին խնդրային է, ես կարծում եմ, որ կանանց իրավունքներին որպես այդպեսին դեռևս այն կարևորության չեն հասել եւ Գյումրիում եւ առհասարակ Շիրակի մարզում ու առհասարակ Հայաստանում եւ դեռ շատ աշխատանք ունենք սկսած պետական պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչների հետ աշխատելուց մինչև մյուս ոչ պետականների հետ։ Տեսեք, ընդհանրապես, երբ որ տղամարդիկ են զբաղվում քաղաքականությամբ, հաճախ մենք հանդիպում ենք դեպքերի, որ քրեական տարերը ավելի շատ են, իսկ երբ որ կանայք են ներգրավում, արդյունքները չգիտեմ ինչպիսին են։ Ունեք արդյոք նման դիտարկումներ, երբ որ դուք փորձում եք ակտիվացնել կանանց քաղաքականության մեջ, ինչ են իրենք արժեքներով, ինչպես են փոխվում հենց տղամարդկային միջավայրում, որտեղ որ որոշումներ կայացնողներն են տղամարդիկ, օրենսդրություն ընդունողներն են տղամարդիկ, դատավորներն են տղամարդիկ մեծամասամբ, եւ ինչպես են կանայք կարողանում դիմակայել այս անհավասար միջավայրում։ Ես այս հարցից վերջերս հենց այդ մասով խոսեցինք, տվեցի եւ հստակ պատասխաներ արդեն գործող պատգամավորների կողմից, որ միակ ինչպես ասեմ պատճառը գուցե կամ առիթը, որ կարողանում են անցնել միասին, դա միասնականությունն է, կանայք կանանց կողքին լինելը, ոչ թե գցելը, այլ փորձել աջակցել, եթե ինչ-որտեղ ինչ-որ մեկը X հնարավորություններ, հմտություններ չունի, մեկը լրացնի եւ այսպես միմյանց չմեղադրել եւ չխտրականացնել ճանապարհին, որպիսի կարողանան այս անհավասար միջավայրում նաեւ պայքարել ու ստացվել եւ կասեմ, որ արդեն գնալով ավելի լավանում որակապես այդ համագործակցությունը, իսկ մեր մասով կազմակերպություն շատ կարեւորում է կանացի սոլիդարությունը, քույրությունը ինքնին, շատ հաճախ ասում եմ քույրության մասով, հենց ասում եմ քույրություն, ընդհանրապես չեն էլ հասկանում ինչա քույրությունը, բայց եղբայրություն, որ ասում եմ, միանգամից առանց հարցի հասկացվում է։ Ասվածը շատ լավ ընկալվում է, բայց քույրությունը գրեթե չի էլ գործածվում, նախ չի գործածվում մեր լեզվական էս բառապաշարի մեջ, նաև գործնականում։ Դրա համար շատ կարևորում ենք այս կանանց աջակցելը եւ հենց սա էր պատճառը, որ մենք փորձեցինք կամուրջը մշտապես ամեն տարի կառուցել տարբեր երիտասարդ աղջիկների հետ, որ կարողանան ավելի որոշ ճանապարհ անցած որոշում կայացնող կանանց կողքից քայլեն ու կարողանան իրենք եւս հաղթահարել, ասեմ ձեզ, շատ ստացվում է եւ կանայք, որոնք մեր կանայք աղջիկները, որոնց հարցնում ենք սկզբում, արդյոք ուզում եք կամ մտածել եք քաղաքական կամ քաղաքացիական պայքարի մեջ մտնել, իրենք մշտապես ասում էին չեմ կարծում, չեմ ուզել երբեք կամ երբևէ չեմ մտածել, բայց հենց հանդիպումները ավարտվում էր, ճամբարները ավարտվում էր, ուսուցողական այցեր անում էինք, միշտ ասում էին ես չէի մտածում, որ այսքան փաստորեն խոչընդոտներ են, այս մարդիկ էլ անց է, հետեւաբար եթե իրենք կարող են, ես է կարող եմ, շոտ է տարբերությունը տալի ու շոտ ուրախ եմ, որ այս հնարավորությունը գոնե հիմա կա։ Ձեր կազմակերպությունը զբաղվում է կանանց նկատմամբ բռնությունների դեպքերով եւ դրանք ուղղորդվում են, զուգորդվում են դատավարական գործընթացներով։ Տեսանելի բացեր, որոնք կան, գիտեմ, որ տարիներ շարունակ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել ընտանեկան բռնության կոնտեքստում եւ կուզենայի խոսենք նաեւ այս բացերի մասին, ինչ անելիքներ կան, ինչ է արվել, ինչ է գործում թերևս օրենսդրության եւ օրենսդրական մակարդակում, այսպես ասեմ։ Ջատագովությունը միասնական բերեց նախ օրենքի ընդունմանը, որովհետեւ կան երկրներ անգամ ընտանեկան բռնության կանխարգելման օրենք չկա, 17 թվականին ընդունվեց, 18-ին կիրառվեց, կիրառելիս պրակտիկայում իմպլեմենտացիայի փուլում հասկացանք, որ շատ բացեր կա, որովհետեւ հենց երբ առնչվում ես կոնկրետ դեպքերի հետ, հասկանում ես բացերը եւ մենք մշտապես ասում ենք, թե ինչ կարիք կար փոփոխության ու ահագին իսկապես փոփոխություն եղավ 24 թվականին արդեն հուլիսի 1-ով նոր փոփոխված խմբագրված տարբերակը իհարկե գործածվեց, էլի իհարկե բացեր կան, ինչքան էլ ավարկենք, մեկ է դեռևս տեղ կա աշխատելու մշտապես, անգամ ասում եմ Նիդերլանդների կարծես ոստիկանության ներկայացուցիչի հետ էինք խոսում, ասում էր 20 անգամ բարելավվել է, փոփոխվել է, հետեւաբար մենք դեռ նոր սկսող ճանապարհին ենք։ Խնդիրները իրականում շատ են օրենսդրական մակարդակում, դեռևս շատ բացեր կան, սկսած անհետաձգելի միջամտության որոշման կայացմանը, որը ոստիկանությունն է կայացնում, դրանից հետո
երբ ոստիկան բռնություն կիրառող անձը խախտում է անհետաձգելին, այ դրանից հետո շատ խնդիրներ ունենում են նաև ոստիկանություն, որովհետև բավարար ռեսուրսներ կամ սանկցիաների կիրառման իրավունք կամ հնարավորություն չունեն այդ պահին։ Դա խնդիր է։ Ունենք նաև պաշտպանական որոշում, որը բռնություն կիրառող անձի մասով դատարան արդեն դիմում են բռնության ենթարկված անձին եւ օրենքի փոփոխված տարբերակով 4-ից 12 ամիս նախնականն է տալի, եթե կարիք կա նաև երկարաձգման հնարավորությամբ, բայց այստեղ նաև խնդիր եղավ, մենք բախվեցինք հետևյալ խնդրի, երբ մենք դատարան էինք դիմել պաշտպանական որոշման, դե պաշտպանական դիմում են հիմնականում այն դեպքում, երբ իսկապես լուրջ է վիճակը։ Այս մի անգամ չէր հաստատե, ասելով, որովհետև բռնություն կիրառող անձը հակընդդեմ հայցով էր ներկայացել, ասել էր դե ինքը կարող է տանից դուրս գալ, ով է ձեռքը բռնում, մոտավորապես այս կոնտեքստում դատավորը առանց հաշվի առնելու, որ այս մարդը ունի ֆինանսական կախվածություն, այս մարդը տեղ չունի գնալու, ընտանիքը ինքը մենակ չի, ունի նաև երեխա եւ մեկ մեծ անդամ ընտանիքի, հա, այս ամեն ինչը չէր հաշվի առել եւ ասել էր հա էլի ոնց որ ճիշտ ասում, կարող դուրս գնար։ Որևէ բան հաշվի չէր առնցվել եւ որոշումը այդպես էր կայացվել իրավական ակտը։ Եվ այսպիսի խնդիրներ շատ ենք բախվում։ Էլ չասեմ, որ օրինակ ոստիկանության հետ շատ հաճախ հանդիպում ենք եւ ոչ ֆորմալ եւ ֆորմալ առումով։ Վերապատրաստումներ ենք իրականացնում, միևնույն ժամանակ ոչ ֆորմալ հանդիպումներ հիմնախնդիրների եւ համագործակցության մասով խնդիրների մասին խոսելու եւ լինում նաև դեպքեր, որ ոստիկանությունը բռնության եւ կիրառողին եւ ենթարկվողին տալիս էր անհետաձգելի միջամտության որոշում։ Ես մշտապես ասում եմ, որ դա չի կարող այդպես լինի, որովհետեւ միշտ մեկը դա նշանակում է, որ պետք է նախ կարողանար տարանջատել ով է ումից վախենում։ Հիմնականում ասում են, որ ոստիկանները ասում են, որ երկուսն է ասում են, որ ինձ ծեծել են, բայց այստեղ շատ նուրբ է բռնության եւ ցիկլերը եւ փուլերը, շրջափուլերը կամ բռնության շերտերը այնքան նուրբ են, որ շատ հեշտ է նաեւ տարբերակել ով է ումից վախենում, ով է մշտական բռնության ենթարկվողը, ով է երկար ժամանակ բռնության ենթարկվողը, ով է պաշտպանվել այդ ժամանակ, թեկուս անգամ եթե կապտուկներ լինեն, թեկուս քերծվածքներ, սրանք միշտ չի միանշանակ, որ երկուսն է բռնար են, երկուսը բռնար չեն կարող լինել։ Հիմնականում շատ տարբեր խնդիրների ենք բախվում, բայց փորձում ենք նաև բողոքարկել կամ լուծել տարբեր ճանապարհներով, նախարարության հետ հանդիպումների միջոցով կամ հենց ոստիկանության։ Կարինե, դուք 8 տարվա ընթացքում առնչվել եք տարատեսակ դեպքերի, կուզենամ ներկայացնեք ձեր մարզում առկա վիճակագրությունը ընտանեկան բռնության եւ տարատեսակ այլ տնտեսական, գուցե հոգեբանական բռնության տեսքով ինչ դեպքեր կամ ինչ վիճակագրություն ունեք։ Ես ընտանեկան բռնությունը ընդհանրական ներկայացնեմ, Շիրակի մարզի դեպքերը, եկեք 2021 թվականից ասեմ, 2021 թվականին ունեինք 101 ընտանեկան բռնության դեպք, 22 թվականին արդեն 163-ներ, 23 թվականին 246-ներ եւ 24 թվականին 231-ը եւ այսպես կտեսնենք բարձրացումը, սա պայմանավորված էր մի շարք տարբեր հանգամանքներով, նախ հետպատերազմյան հետտրավմատիկ իրավիճակով, բացի դրանից նաեւ կոവിഡ്ից հետո նաեւ շրջաններ կոവിഡ്ի ժամանակ բավականին բարձրացավ եւ երրորդը իրազեկումների միջոցով, որովհետեւ չկա գետ 1 ամիս, որ չգնանք որևէ թեկուս շատ հեռավոր համայնք եւ չիրազեկենք եւ բռնության մասին եւ տեսակների եւ պաշտպանական մեխանիզմների իհարկե։ Կազմակերպությունը ունի նաեւ սոցիալական կայքեր 24/7 աշխատող թեժգից։ Իդեպ նշեմ շատ միջանցիկ, հա, որ մեզ ոչ միայն դիմում են մենակ ընտանեկան բռնության դեպքերով, այլ նաեւ աշխատանքային իրավունքների խախտմամբ, խտրականության եւ մի շարք այլ խախտումներով կամ ուղղակի հնարավոր է անձը ուղղակի ուզում է որոշ հմտություններ զարգացնել կամ իրազեկվել ոլորտից, կարող են շատ ազատ դիմել եւ պարտադիր չի միայն ընտանեկան բռնության ենթարկված անձինք դիմեն։ Ինչ կասի Կարինե Ամիրբեկյանը, որ այս տարիների ընթացքում այսքան մեծ գործունեություն է ծավալել, ինչպես հաղթահարել վախը, դժվարությունները, խնդիրները։ Իրականում մենք մշտապես ինչ որ դժվարությունների բախվելիս միշտ մտածում ենք մենք մենակ ենք այդ ամեն ինչի մեջ կամ մենակ մեզ հետ է պատահում, ուղղակի ուզում եմ ասել, որ ցավոք դուք մենակ չեք, բայց երկու իմաստով։ Մենակ չեք, որովհետև շատերն են բախվում եւ շատերը այդ նույն իրավիճակում են, եւ երկրորդը մենակ չեք լավ իմաստով, որովհետև կան կազմակերպություններ, աջակցման կենտրոններ, որոնք պայքարում են եւ փորձում են պաշտպանել բռնության ենթարկվող կամ
իրավունքի խախտման ենթարկվող անձի իրավունքները եւ միասին քայլել, ուղղակի ուզում եի ասել, որ պիտի արդեն յուրաքանչյուր մարդ արժանապատիվ կյանքի իրավունք ունի եւ յուրաքանչյուրս մեր կյանքի իրավունքի համար եւ մեր արժանապատիվ կյանքի համար պիտի ուղղակի փորձենք պայքարել, եթե մենք էլ չենք կարողանում ինչ-որ բայի վախենում ենք, վստահաբար մյուս կանայք գոնե կանանց ավելի սոլիդար լինեն, աջակցող լինեն, չխտրականացնեն այն մեկնաբանության մեջ, որ միշտ գրում են տեսնես կինը ինչ է արել, հաստատ կինն է մեղավոր, գոնե կանայք կանանց ավելի աջակցեն եւ չմեղադրեն ու հասկանան, որ իրենք մենակ չեն, մենք միասին ենք, կարող են կազմակերպություններին դիմել վստահելի անձանց եւ սա հիմնականում Կուզենայի նաև խոսեինք մասնագիտական եւ էմոցիոնալ այրման մասին, որը եւս հասարակական կազմակերպություններում աշխատող մարդիկ, լրագրողներ կամ փաստաբաններ եւ այլն առնչվում են, որտեղ մենք միշտ առնչվում ենք այդ բարդ դեպքերի հետ։ Ինչպես պայքարել սրա դեմ եւ ինչպես կարող ենք վերականգնել մեր հոգեբանական առողջությունը, մասնագիտական ասպարեզումը արդյունավետ լինել եւ այլն։ Այսա բավականին բարդ է կանխարգելելը կամ աշխատելը սրա հետ։ Իրականում ասեմ, այո, ոլորտը բավականին դժվար է եւ շատերը ուղղակի չեն համաձայնում այս ոլորտում աշխատել կամ գալիս են տեսնում են դժվարություն եւ գնում են կեսից։ Իսկ թե ոնց ենք մենք անում մեր կազմակերպության մեջ, ես մի քանի տարբերակներով եմ հիմնականում անում, որպեսզի մեր օգնող մասնագետները գոնե կարողանան կանխարգելել ոչ թե աշխատենք բըրնաութի մասնագիտական արման հետ, այլ արդեն կանխարգելենք, որ չհասնի բանը դրան Օրինակ փաթեթներ էինք տվել յուրաքանչյուրին եւ ըստ փաթեթի որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի իրենք ամեն մեկը կարողանային ինքնուրույն ընտրել հոգեբանի եւ գնային հոգեբանական խորհրդատվության, սուպերվիզիա են կազմակերպել խմբային թիմային, բացի դրանից ունենք առողջական ապահովագրություն արդեն 3-րդ տարին է, որ կարողանում ենք ապահովել։ Միևնույն ժամանակ պլաններ կան երկրից դուրս տանել թիմին, որպեսզի եւ բռնաութը կարողանան կանխարգելել եւ մյուս կազմակերպությունների կանանց իրավունքներով զբաղվող կառույցների փորձը հասկանանք ինչպես են իրենք անում բռնաութի ժամանակ շատ տարբեր օրինակ հենց այսօր նաև team building-ի հատված ունեինք որ թիմի հետ ժողովից հետո նաև team building արեցինք որպեսզի նախցրվեն բացի դրանից եթե անձը այրման մեջ է եւ չի կարողանում աշխատել, որ չվնասի նաեւ շահառուին, հիմնականում արցակուրտի պես բան է ձևակերպվում, արցակուրտ կարելի ասել եւ անձը ընդհանրապես չի աշխատում ինչեւ վերականգնվի, տանից է աշխատում շատ տարբեր են իրականում մոտեցումները, շատ կարեւոր է որ բոլոր կազմակերպություններում այս մոտեցումները իսկապես որդեգրվեն եւ կարեւորվի, որովհետեւ եթե չենք կարեւորում մտնում ենք անդադես ոլորտային աշխատանքների մեջ, մենք ուղղակի հյուծվում ենք, քանվում ենք եւ չենք էլ հասկանում, որ մասնագիտական այրման մեջ ենք, անգամ անկողնուց չենք կարողանում վեր գնալ ու չենք էլ հասկանում, թե ինչու ենք հոգնած առավոտ դեռևս նոր արթնացած։ Շատ կարևոր կետ է եւ ես նաեւ հիշում եմ, որ իսկապես մի հատ խոշտանգման դեպք ունեի, երբ կարդում էի, իդեպ նախարարության հետ քանի որ աշխատում են, կազմակերպությունը ընտրվել է որպես մարզի աջակցման կենտրոն եւ սրա պայմանով ոստիկանությունը բոլոր մարզի բռնության դեպքերը ուղղորդում է մեզ։ Դեպքը բացեցի եւ խոշտանգման դեպքեր բավականին ծանր, սահմռկեցուցիչ եւ իսկապես դաշահարունների մոտ չենք լացում, բայց ես այդ ժամանակ չէի կարողանում արդյունքները զսպել, ուղղակի ապշել էի այդ ընդհանուր իրավիճակից, թե ինչպես կարող էր այսպես լինել եւ շատ էր ազդում։ Հետո շատ տարբեր իրավիճակներ ենք ունենում, հետո բռնարարներն են գալիս վախեցնում, սպառնում, որ կվնասեն նաև մեզ, շատ տարբեր խնդիրներ են անում եւ մենք փորձում ենք ինչ-որ կերպ դիմակայել այս ամենին, այս նշածս թիմերով առանձնանալ, գնալ ինչ-որ հանգստանալու խաղերի կամ այսպես մոտավորապես։ Շնորհակալ եմ այսքան բաց եւ անկեղծ զրույցի համար Կարինե եւ ձեր մարզի իրավիճակը ներկայացնելու, նաեւ կարելի ասել խնդիրները նույնն են մյուս մարզերում եւս մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Շնորհակալ եմ, որ մեր հետ կիսվեցիք ձեր մտքերով եւ ձեր գործունեության մասին տեղեկատվությամբ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ շնորհակալություն թեմային անդրադառնալու համար։ Հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել ենք Գյումրիի կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դավթյան Ամիրբեկյանին։ Ցտեսություն։